Ինչ է դիարեան, ինչու է լինում և երբ է վտանգավոր։ Դիարեան, կամ ինչպես մարդիկ ասում են լուծը, դա այն վիճակն է, երբ մարդը օրը 3 և ավել անգամ ունենում է ջրի կղանք։ Թվում է սովորական բան է, բայց միշտ չէ, որ անվնաս է։ Ինչու է առաջանում դիարեան։ Ամենահաճախ հանդիպող պատճառները հետևյալներն են. վիրուսներ և բակտերիաներ, հատկապես կեղտոտ սննդից կամ ջրից առաջացած, սննդային թունավորումներ, հակաբիոտիկների օգտագործում, ստրես, նյարդային լարվածություն և աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ՝ գաստրիտ, կոլիտ, գրգռված աղու համախտանիշ, կրոնի հիվանդություն, ոչ սպეციფიկ խոցային կոլիտ։ Ինչ անել դիարեայի ժամանակ տնային պայմաններում։ Առաջինը՝ օգտագործեք մեծ քանակությամբ ջուր, քանի որ դիարեայի ժամանակ օրգանիզմը կորցնում է հեղուկը։ Օգտագործեք աղային լուծույթներ, պատրաստի դեղափոշիներ կան դեղատներում, ռեհիդրատացիոն փոշիներ։ Տնային պայմաններում օգտագործեք էնտերոսորբենտներ, օգտագործեք ֆերմենտներ, իսկ սննդից խաշած բրինձ, բանան, չոր հաց, խնձորի պյուրե։ Պետք է խուսափել դիարեաների ժամանակ յուղոտ ուտելիքից, ալկոհոլից, քաղցր գազավորված ըմպելիքներից։ Եթե պետք է դիմեք բժշկի անպայման, եթե դիարեան տևում է 2-3 օր կամ ավել, կա ջերմության բարձրացում, կա արյուն կամ սև գույնի կղանք, ուժեղ թուլություն, գլխապտույտ և խիստ ցավեր որովայնում։ Հիշեք, դիարեան ախտանիշ է, ոչ թե հիվանդություն։ Կարևոր է հասկանալ պատճառը, ոչ թե միայն կանգնեցնել լուծը։ Եթե օգտակար էր, լայքեք, բաժանորդագրվեք ալիքին և գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներով եք ուզում լսել հաջորդիվ։ Եղեք առողջ։